պոտենցիալը ինչ որ հատկացված է ձեզ որպես պետական ունեցվածքի, այս մասով ցանկալի կլինի մեր ունեցվածքը, որը որ դուք գնահատում եք ինչպիսին է, եւ մասնավորի հետ էլ որոշ մասնավորի ունեցվածք էլ գնահատեք, որը որ պարապուրտի է, ոչ մի ձևով ինքը չի օգտագործում, որ ինչ-որ մի ձևով դրանք կոոպերացիայով դառնա մի մեծ մի արդյունք տա, կամ ձեզ որ գալիս են ինչ կապ ունի մեր երկրում, չէ՞, մեզ պետքա ներդրումներ լինի։ Հիմա այս կամ այն շենք շինությունը, որը որ ունի կոմունիկացիաներ, ունի ենթակառուցվածքներ, եւ դուք ունեք, ձերը փոքրան է, մեծ է, այդ կոոպերացիայի արդյունքում մարդ գա, իր համար դա հարմար լինի։ Այդ հարմարությունից ելնելով դուք առաջարկեք, որ այստեղ այս պոտենցիալներ կա։ Կապ չունի, մասնավոր է թե պետական է, որտեղ դուք այն մարմինն եք, որ ամեն ինչ պետք է անեք, անշարժ գույք վաճառվի, ամեն ինչ պետք է անեք, որ ցանկացած տարածք, որը որ չի օգտագործում, օգտագործվի։ Շնորհակալ եմ, պարոն Սուքիասյան, իհարկե տեսանկյունից դիտարկում ենք գույքերի օտարման process-ի ժամանակ հնարավոր սիներգիաների, հնարավոր միացումների, խոշորացումների արդյունքում պոտենցիալը եւ մի հատ օրինակ ունենք այս առումով բավականին ցայտուն օրինակ, խոսքը հրապարակի օրինակ նախկին տրանսպորտի կապի նախարարության շենքի մասն է, որտեղ մի մասնաբաժին օրինակ պետական է դեռևս մնացել եւ ինչ ենք անում մենք, դա սովորական ձևով օտարելուց աճուրդի դնելու փոխարեն մենք վերցնում ենք այդ գույքը եւ վարձում ենք, հիմա մրցույթ ենք հայտարարելու միջազգային մասնագիտացված կազմակերպության, չէ, խորհրդատու, անշարժ գույքի խորհրդատու, որին ասելու ենք, հանձնարարելու ենք եւ պատվիրելու ենք տալ տվյալ գույքի լավագույն օգտագործման հնարավորությունները, այդ թվում նաեւ համադրելով ընդհանուր գույքային կոմպլեքսի հնարավորությունների հետ։